Գանձակի խաչքարն է տեղադրված, Բաքվի ջարդերի նվիրված խաչքարն է զոհերի Սումգայիթ եւ մենք այստեղ տեղադրել ենք Մարաղայի անմեղ զոհերին նվիրված խաչքարը։ Մարաղայի կոտորածի անմեղ զոհերի հիշատակի խաչքարը պատրաստ է, բայց միայն դրա մակետն են Ծիծեռնակաբերդի բարձունք հասցնում։ 34 տարի առաջ այսօրը վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը մտավ Մարտակերտի շրջանի այս գյուղն ու զանգվածային ջարդ սկսեց։ Շուրջ 5 տասնյակ խաղաղ բնակիչներ, մեծ մասը կանայք, երեխաներ խոշտանգվեցին ու սպանվեցին։ Տասնյակ հայերի որպես պատանդ անհետ տարան։ Արցախի հանրային հեռուստատեսության արխիվում են ականատեսների վկայությունները։ Թուրքերը եկար են կոտորել, թե կացնով, թե ես իմ մաշարով։ Մտածեցի կարող է վիրավորը օգնեմ, սակայն պարզվեց, որ նա սպանված է անմարդկային ձևով, գլուխը չկա։ Իմ հոր եղբորս երեքինը իմ օրս չկար եւ իրան մոտ շատ էր որ անհայտ է օրս։ Խաղաղ բնակիչներին չարչարանքներով սպանելուց հետո ադրբեջանական զինուժը կողոպտեց, ապա վառեց գյուղը։ Մարաղայի կոտորածն իրագործած հրամանատարին ազգային հերոսի կոչման արժանացրեց Բաքուն։ 10 ապրիլի 92 թվականի առավոտ 8:30 եմ ես ստացել առաջի զանգը Մարաղայից։ Ընդդեմ իրավական կամայականության կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանն ասում է, Մարաղայի կոտորածներով զբաղվում է հենց առաջին օրից արդեն 34 տարի։ Վկայությունների հաստափոր փաթեթը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին է ուղարկել դեռ 90-ականներին։ Մարաղայի ջարդերը սակայն ըստ նրա անհրաժեշտ իրավական ու քաղաքական գնահատական չեն ստացել։ 7 տարի առաջ Մարաղայի նախկին բնակիչները դիմել էին Ծիծեռնակաբերդի բարձունքում Գանձակի, Բաքվի, Սումգայիթի ջարդերի հուշակոթողների կողքին Մարաղայինն էլ տեղադրելու խնդրանքով։ Ցեղասպանագետ Լիլիթ Մարտիրոսյանը շեշտում է, որևէ գերատեսչությունում ոչ չեն ասել։ Չի եղել գեթ մեկ գերատեսչություն, որ մենք չդիմենք։ Ճարտարապետ հեղինակ պարոն Քալաշյանը նույնպես տվել է իր դրական եզրակացությունը։ 2 տարի առաջ էլ կրթության նախարարությունից են ստացել դրական եզրակացություն։ Համաձայն են, որ այս կոթողների ձախակողմյան հատվածում տեղադրվի Մարաղայի կոտորածի անմեղ զոհերի հիշատակի խաչքարը։ Գերատեսչությունից առաջարկել են, որ այն նման լինի հին ջուղայի խաչքարերին։ Այդպես էլ արել ենք, ասում է ցեղասպանագետ Լիլիթ Մարտիրոսյանը, բայց անցյալ տարի, երբ Էդիտա Գզոյանը դեռ Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենն էր, պարզվեց համաձայնությունների փուլը ավարտված չէ։ Էդիտա Գզոյանը մեզ տեղեկացրեց, որ ինքը պետք է քննարկի այդ հարցը արտաքին գործերի նախարարության ղեկավար մարմինների հետ, բայց ես նշեմ, որ 2020 թվականին, 21 թվականին ես խոսել եմ եւ բարձրաձայնել եմ այս խնդիրը արտաքին գործերի նախկին նախարար Զորաբ Մնացականյանի հետ։ Ինքը որևէ առարկություն չուներ։ Ինչու պետական մարմինների իրար հետ ինչ է, խռով են, ինչ են։ Այսինքն մենք պետք է շարունակենք։ Էդիտա Գզոյանը հիմա թանգարան ինստիտուտի տնօրենը չէ, նա հեռացավ աշխատանքից վարչապետ Փաշինյանի ցուցումով։ Կառավարության ղեկավարը սադրանք էր որակել այն, որ Գզոյանը Արցախի վերաբերյալ գրքեր էր նվիրել Միացյալ Նահանգների փոխնախագահին։ Գլխավոր մեղադրանքը կառավարությունը փակել է Արցախի հարցը, իսկ պետական հիմնարկի ղեկավարը շարունակում է այն։ Այսօր թանգարան ինստիտուտի ժամանակավոր պաշտոնակատարի հետ փորձեցին հանդիպել Լարիսա Ալավերդյանն ու Լիլիթ Ստեփանյանը, հիշեցնելու թե ինչ օր է այսօր ու ճշտելու, երբ ի վերջո կտեղադրվի խաչքարը։ Ասեն ինչ է նշանակում, չընդունել նույնիսկ 5 րոպե։ Հրաչյա Թաշչյանը հորդորեց իր հետ հանդիպման ներկանալ նախորոք պայմանավորվելուց հետո, այսօր շտապում է։ Այդ հարցի ձգձգումը նշանակում է, որ այս իշխանությունները ավելի շուտ այս վարչակազմը ուղղակի քողարկում է կամ պարզապես մերժում է այն հանցավոր գործողությունները, որոնք տեղի են ունեցել Մարաղայում։ Ընդդեմ իրավական կամայականության կազմակերպության ղեկավարը վստահ է, Մարաղայի ջարդերի վերաբերյալ հիշատակումները, հուշակոթողը չեն կարող փչացնել խաղաղության մթնոլորտը։ Հակառակը, ասում է, անցյալի հանցագործությունների ընդունումն է իրական խաղաղության ճանապարհը։ Էդ ինչ է, հոլոկոստի մասին բոլորը լռում են։ Մերժում եմ այդ կներեք տնավարի այդպիսի վերաբերմունքին։ Որևէ մեկը չի ասում, որ եթե դա տեղի ունեցել, պետք չէ խաղաղություն հաստատել նույն Ադրբեջանի հետ։ Բացարձակապես դա էդ ինչ պրիմիտիվ
տրամաբանություն է։ Ադրբեջանն այսօր էլ շարունակում է Խոջալույի իրենց բնորոշմամբ ցեղասպանությունը միջազգային ամբիոններ հասցնել։ Շաբաթներ առաջ էլ ՄԱԿ-ից պահանջում էին մարտի 31-ը հռչակել հայերի կողմից իրականացված ցեղասպանության օր։ Ցեղասպանագետ Լիլիթ Մարտիրոսյանի խոսքով իշխանությունն Արցախի էջը փակի էլ իրենք մասնագետները պարտավոր են խոսել Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների մասին, հույսով, որ այդ վարքագիծը կփոխվի։ Ինչով է տարբերում Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերից, որովհետև դա տեղի ունեցել 1992 թվականին, այսինքն անկախ Ադրբեջանի իշխանության ձեռամփ է իրականացրել։ Շատ կարևոր է դա շեշտել։